Сегодня очень важная игра, дружба, Кубок Дружбы. Это очень важно для нашего многонационального района, муниципалитета. Так как мы живем вместе, работаем вместе, любим друг друга, играем вместе, и это кубок очень важен. И я надеюсь, что этот кубок будет традиционным. Сегодня первая игра Европы, и будет в дальнейшем, мы будем поддерживать, если есть инициатива, мы обязательно поддержим, чтобы наши ребята и армяне, и грузины всегда вместе только боролись на площади и играли только... Նինոց Մինդայի քաղաքապետարանի աջակցությամբ Նինոց Մինդայի շրջանի Սպասովկա գյուղում առաջին անգամ անցկացվեց բարեկամության գավաթ ֆուտբոլային մրցաշարը։ Միջոցառման հիմնական նպատակն էր սպորտի միջոցով ամրապնդել տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև բարեկամությունն ու փոխադարձ կապը, ինչպես նաև ստեղծել ավելի շատ շփման և համագործակցության հնարավորություններ։ Բարեկամության գավաթի համար առաջ անգամ մենք անցկացրեցինք մեր մունիցիպալիտետի այս խաղաշարը, որի նախաձեռնությունն էր Սպասովկայի գյուղի բնակիչները եւ մեր աշխատակից Պավլե Մասկալսկին, սա կոչ էր այն բանի, որ մեր շրջանում ապրում ենք տարբեր ազգության մարդիկ եւ որպեսզի այդ մարդկանց ավելի մոտիկացնենք, ավելի լինի նրանց շփման օսը եւ որ մարդիկ կարողանան մենակ խաղի միջով եւ մենակ դաշտում իրենց հույզերը, իրենց լարվածությունը բավարարեն եւ սա հենց դրա համար ենք մենք ստացել, որպեսզի բարեկամության գավաթը այսօր լինի եւ կարողանանք առաջիկայում եւս անցկացնել։ Իհարկե առաջինը եւ վերջինը չէ եւ այս ավանդույթը կշարունակվի։ Խաղին մասնակցեցին մեր մունիցիպալիտետի 11 գյուղերի ներկայացուցիչներ, ինչպես գիտեք արդեն կան եւ հաղթողներ եւ երկրորդ եւ տեղի համար եւ ունենք լավագույն խաղացողներ, նրանք նույնպես ապարգևատրվեցին քաղաքապետարանի կողմից։ Այնպես որ այս խաղերը բավականին գեղեցիկ էր եւ այն որ ունենք արդեն եւս մեկ մրցաշար մեր մարզական կյանքում սա ապացուցեց եւ որ սա ունի իր թեմատիկան, այն է բարեկամության կոչն է, դա իմ կարծիքով կտևի երկար եւ կհավաքի մեր շրջանի բոլոր գյուղերի մարզասերներին։ Մրցաշարին մասնակցեցին Նինոց Մինդայի մունիցիպալիտետի 11 գյուղերի թիմեր։ Թիմերը պայքարեցին հաղթանակի համար, ցուցադրելով մարզական ոգի, միասնականություն եւ թիմային խաղ։ Եզրափակիչ փուլում հանդիպեցին Սպասովկա եւ Ժդանովական գյուղերի թիմերը։ Սոփեր Սպասովկա շիչատարդա մինի պեղկուրտիս տուրնիրի մեգովրովից թասի Մոնանցիլով դա 11 գունդի 11 գունդի ֆինալში გავიდნენ Սոփեր Սպասովկისა და Սոփեր Ժդանովის გუნდები, სადაც Ժդանովის გუნდმა მოიპოვა გამარჯვება, დაიკავა პირველი ადგილი, Სოფელ Სპასოვკა შესაბამისად გავიდა მეორე ადგილზე. ხოლო მესამე ადგილი დაიკავა Სოფელ პატარა ხანჩალის გუნდმა. ტურნირი ჩატარდა კარგად, მშვიდობით და რაც თავარია ის სპორტული ჟინი რაც ჰქონდათ ბიჭებს მინდორზე დადეს თავდადებით. ყველას მინდა დიდი მადლობა გადაუხადო აღნიშნულში მოთამაშეებსაც, ბალეში გულშემატკივრებსაც, მობრძანებულ სტუმრებსაც, ჟურნალისტებსაც და ყველას ვინც დღევანდელ დღეს ჩვენ სტადიონზე მოვიდა. მადლობა. Լարված ու հետաքրքիր եզրափակիչ խաղի արդյունքում բարեկամության գավաթի առաջին հաղթող ճանաչվեց Ժդանովականի թիմը։ Մրցաշարի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին մեդալներ եւ գավաթներ։ Կազմակերպիչների խոսքով նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, նպաստելով համայնքների միջև բարեկամության եւ համերաշխության ամրապնդմանը։ Այսօր Սպասովկայում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի մրցաշար, մասնակցում էին 11 թիմեր, կազմակերպել էր մեր մերյան մունիցիպալիտետը, շատ դիդաժան եւ գեղեցիկ խաղեր ստացվեցին։ Մենք գրաֆեցինք առաջի տեղը, եզրափակիչում հանդիպեցինք Սպասովկայի հետ, նախքան այդ խաղացինք Արլովկա եւ Հեշչա հետ, բոլոր թիմերն հաղթեցինք եւ դուրս եկանք եզրափակիչ, հաղթեցինք Սպասովկայի։ Გამოვლინდა გამარჯვებული და პრიზიორები, მინდა მიულოცო და მადლობა უთხრა სპორტის სამსახურს. მადლობა მინდა უთხრა ყველა მონაწილეს. მერც მადლობა რომ ტრავის გარეშე ჩაიარა ყველაფერმა. წარმატებებს გისურვებთ და კიდევ ერთხელ მადლობას გეტყვით სპორტის სამსახურს. უღეს მადლობა.